Սիրելի ժողովուրդ, ես հիմա գտնվում եմ Դավիթ Բեջանյանի հավերժության ժապավեն կամ ճանապարհաշինարարները արձանի մոտ, որը գտնվում է Չարենցավան քաղաքի մերձակայքում։ Ես կարծում եմ, որ այս արձանը լիարժեք կերպով խորհրդանշում է այն, ինչ 2018 թվականին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Ես չգիտեմ, դուք հիշում եք, թե 2018 թվականին ինչ էր այս արձանի տեղը։ Այդ արձանի տեղում ըստ էության մետաղի հիմնախոսներ են, մի քանի այսպիսի մետաղի ձողեր եւ ուրիշ ոչ մի բան չկար։ Եվ մենք այդ թվում մեր արժեքներին տեր կանգնելու քաղաքականության տրամաբանության մեջ նախ այս արձանը, որը բավականին բարձր գեղարվեստական արժեք ունի եւ կարծում եմ, որ այն Հայաստանի կերպարվեստի եւ քանդակագործության կարևոր գործոններից է, մենք նախ վերականգնեցինք, այսինքն ամբողջը ոչ մի բան չկար, խալանված է, մետաղի մի քանի ձոր են ունեցել։ Եվ ահա մի քանի տարի նաեւ աշխատեցինք, որովհետեւ շրջակա տարածքները իրենց նշանակությամբ հետ բերեցինք եւ հանրային նշանակությունը վերականգնեցինք եւ ահա նշանակել նաեւ ավարտել ենք արձանի լուսավորության աշխատանքները, որպեսզի նա մեր ճանապարհներով Չարենցավան Երևան մայրով երթերեկով մեր բոլոր ուղևորներին, հայրենակիցներին, օգտագործության հյուրերին Երևան թե ցերեկը, թե գիշերը։ Եվ կարծում եմ բավականին լավ։ Բայց եւ ուզում եմ ընդգծել, հիմնական գաղափարս հետեւյալն է, որ այն, ինչ արձանի հետ տեղի է ունեցել 2018 թվականից մինչև օրս, խորհրդանշում է այն, ինչ Հայաստանի Հանրապետության հետ տեղի է ունեցել 2018 թվականից մինչև օրս։ Շնորհակալ եմ այս կարգ։